Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը, շնորհակալություն։ Կիրակի օրը, ինչպես հայտնի է, անցան տեղական ինքնակառավարման ընտրությունները, անցան աննախադեպ պասիվության, եթե կարելի է ասել, ապաթիայի պայմաններում, թե քաղաքական ուժերի, թե հասարակության, թե ընտրողների, արդյոք դա նախերգանքն է նախագահական ընտրությունների, թե այն ժամանակ արդեն ամեն ինչ ուրիշ ձևի կլինի։ Ես կարծում եմ նախերգանքը չի, բայց նման ձևով ընտրությունների անցնելը տեղական ինքնակառավարման իմ կարծիքով ունի իր մի քանի բացատրությունները։ Առաջի բացատրությունը նա է, որ անկախ բիզնես շրջաններում ըստ էության գոյություն չունի եւ չկա այդ ազատ մարդ, ինքնուրույն մարդը, որը կախված չէ պետական կառույցներից։ Երկրորդը մենք ունենք նվազող բնակչություն եւ երրորդը շրջաններում հիմնականում սահմանամերձ, այդտեղ զինվորական զորամասեր են, ոստիկանություն եւ այլն եւ վերահսկողությունը բավականին ուժեղ է։ Այդ առումով տեղական ինքնակառավարման ընտրությունները հիմնականում տեղական կլանների միջև են ընթանում եւ նաեւ որոշակի պասիվություն կար կենտրոնական իշխանության կողմից, որովհետեւ այսպես թե այնպես երևի նրանց համար միևնույն էր։ Եվ այս առումով ինձ թվում է սա սպասելի պատկեր էր, բայց այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում ես զարգացումները Երևանում կսպասեի, քան ռեգիոններ։ Ինչով կբացատրեք այնուամենայնիվ անդիմադիր կուսակցությունների Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության, Դաշնակցության անտարբերությունը այդ ընտրությունների նկատմամբ։ Ես այնուամենայնիվ կառաջարկեի այդ կարծրատիպերից դուրս գալ եւ կարծրատիպերը այն է, թե այս կուսակցությունը անդիմադիր է, այն կուսակցությունը իշխանական է, որտեղ մեր առնվազն վերջի 20 տարվա պատմությունը ցույց է տալի, որ անդիմադիր կուսակցությունների մի մասը կոչված է ուղղակի իշխանության հետ համագործակցելու համար եւ խանգարելու անդիմադիր մյուս կուսակցություններին իշխանության դեմ պայքարելու համար։ Իսկական անդիմադիրներ այնուամենայնիվ կա։ Իսկական անդիմադիրներ ինձ թվում է այնուամենայնիվ չկա եւ մենք եկեք փոխենք տերմինները, որովհետեւ այդ հակառներից դուրս գան։ Կան տարբեր թիմեր։ Արդյոք ժառանգությանը կարելի է համարել առանձին թիմ։ Ես եթե մի քանի տարի առաջ այդ հարցը տայի, գուցե ասեի այո։ Այսօր իմ համար ժառանգությունը անհասկանալի է, ընդհանրապես դա ինչ կուսակցություն է, դա ինչ շարժում է կամ ինչ է։ Եվ ես չի կոչի նրան անդիմադիր կամ իշխանական։ ՀԱԿ-ը նույնպես իմ համար անհասկանալի է նույնպես, որովհետև ՀԱԿ-ը անդադ տրոհման process-ների մեջ է եւ կարծեք յուրաքանչյուր տրոհող զանգված պատրաստ է կարծես թե համագործակցել իշխանությունների հետ եւ կարծես թե նրանք դիրքավորում են իշխանության տարբեր թևերի միջև, եթե մենք համարենք Բարգավաճը եւ Հանրապետականի միջև է ռեալ պայքարը գնում, ապա անդիմադիր այսպես կոչված կուսակցությունները դիրքավորվում են այդ պայքարի առանցքների միջև։ Այսինքն դուք առաջարկում եք ընդհանրապես անդիմադիր իշխանամետ բառերը չօգտագործել։ Այո, եւ եթե մենք այդ բառերը չօգտագործենք, մենք այդ մտավոր ծուղակների մեջ չենք ընկնի։ Իսկ ինչպես է այդ դեպքում ընթանում քաղաքական process-ը։ Պետք է ընթանա, ասենք թե, կա իշխանություն, չէ, կա ինչ որ մի խումբ, որը նրանց քննադատում է, ասում է, այս մեկը սխալ է կարել, որ մենք գանք այսպես կանենք։ Ես այդպես եմ պատկերացնում քաղաքական մրցակցությունը, այդպես չի։ Երևի մեր քաղաքացիների մեծ մասն է այդպես պայքարում քաղաքականության իրավիճակը, բայց եթե մենք հետադարձ հայացք գցենք, ապա կտեսնենք, որ եղել են Գեղամյաններ, եղել են եւ այլ մարդիկ, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն, սակայն նրանք համագործակցում են իշխանության հետ եւ նրանց հիմնական նպատակը այն է, որպեսզի ընդդիմությունը չկարողանա մի ճակատով իշխանության դեմ պայքարել։ Դրա համար ես առաջարկում եմ այնուամենայնիվ կոչել թիմեր, կլաններ։ Այսօր մենք ինչ կլան ունենք։ Մենք այսօր ունենք պայմանական ասած Սերժ Սարգսյանի կլան, մենք պայմանական ասենք Բարգավաճ Հայաստանի կլանը եւ մյուսները փոքր, ասենք կլանների մեջ փոքր ընտանիքներ, պայմանական այդպիսի անուններ տան, որոնք այդ մեծ կլանների միջև փորձում են, ասենք շագանակներ քաղել կրակի միջից։ Եվ այս առումով, եթե մենք ուզում ենք հասկանալ թե մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ում պետք է մեր ձայնը տան, մենք ուղղակի պետք է տեսնենք ով ինչ առաջարկում եւ դա առաջարկը որքանով է ռեալ եւ փորձենք նաեւ ձևավորել մի այլ բևեր, նոր բևեր, ես դա կասեի քաղաքացիական հասարակության բևերը, որը այսօր բավականին ամորֆ վիճակում է։ Ամորֆ։ Այո։
Այսինքն դուք այդ հույսերը, որ կան, չգիտեմ, բնապահպանների կամ չգիտեմ, մեր քաղաքը եւ այլն, դուք նրանց հետ հույսեր չեք կապում։ Եթե ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեն, ապա հույսեր կապում եմ, եթե հասարակությունը պատրաստ լինի, օրինակի համար նախագահական ընտրություններից առաջ համաժողովրդական տեխնացու ընտրի էլի համաժողովրդական ընտրությունների միջոցով, եթե հասարակությունը դրան պատրաստ է, կարող է դրան գնալ, ապա մենք ունենանք իշխանության տեխնացու եւ արդեն իսկ ժողովրդի կողմից ընտրված տեխնացու։ Այստեղ ինձ թվում է արդեն պատասխանը պարզ կլինի, թե ով կհաղթի լեգիտիմ ընտրությունների ժամանակ։ Այսինքն ժողովուրդը անց է կացնում իր այլընտրանքային ընտրությունները, այո, այլընտրանքային ընտրությունները եւ մենք ունենք արդեն նախադեպել այլընտրանքային դատարանի, այլընտրանքային, ասենք, որոշակի ստրուկտուրաների, որովհետեւ երբ որ պաշտոնական ստրուկտուրաները չեն աշխատում, ապա հասարակությունը ինքը ստիպված իր այլընտրանքային ստվերային ստրուկտուրաներն է սկսում ձևավորել։ Եվ այս գիտակցությունը կարծես թե օրը-օրե ավելի հաստատվում է, եւ եթե դա արագ տեղի ունենա, ապա ես ընտրությունների ժամանակ սյուրպրիզներ կսպասեի։ Վահե Ավետյան շարժումը նույնպես հասարակական շարժում է, որը հասարակական ազնիվ պորտքման վրա է հիմնված։ Վահե Ավետյանի անունը կրող շարժումը ես երևի կբաժանեի երկու մասի։ Մի մասը դա իհարկե ազնիվ շարժվում է, եւ իհարկե մյուս մասում կան երևի ուժեր, որոնք փորձում են ներկա գտնվել եւ ուղղորդել այդ շարժումը։ Եվ այսպես անվանել այդ շարժումը անազնիվ է կամ այս շարժումը ամբողջովին ազնիվ է, այդքան էլ ճիշտ չի լինի։ Մենք ուղղակի պետք է հասկանանք, թե այնտեղ ով ինչ նպատակներ ունի։ Իմ կարծիքով ուշադիր զննելու դեպքում դա կարելի է շատ հեշտորեն նկատել, թե ով ինչի համար է այնտեղ գտնվում եւ ով է գործուղվել, ով է անկեղծ։ Ահա։ Տեսեք, վերջին շրջանում նաեւ քննարկվում էր Ռամիլ Սաֆարովի խնդիրը։ Ես մի քիչ ոչ կոռեկտ գուցե հարց տամ։ Այ ենթադրենք ճիշտ նույն սիմետրիկ ձևով տեղի է ունենում հայ, այսինքն հայ սպան սպանում է ադրբեջանցի սպային այդ ձևով։ Գալիս է Հայաստան, հերոսացվում է։ Մեր հասարակության ռեակցիան ինչպիսին կլինի։ Մեր հասարակության ռեակցիան երևի չի լինի այնպիսին, ինչպիսին Ադրբեջանում է, որովհետև ես պատիվ ունեցել եմ շփվելու տարբեր միջոցառումների ժամանակ ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների հետ եւ գուցե ամենալավ ներկայացուցիչների հետ, բայց այնուամենայնիվ այդ ատելությունը ես նրանց մի մասի մոտ այնուամենայնիվ զգացել եմ։ Սա դեռ լիբերալ մտավորականներն են Ադրբեջանի եւ մի 7 տարի առաջ ես Բաքվում եղել եմ մի ԵԱՀԿ կոնֆերանսներից մեկի ժամանակ, իհարկե իմ անվտանգությունը Ալիևի անվտանգության աշխատակիցներն էին ապահովում, բայց այնտեղ այդ շփվելով այդ մարդկանց հետ հեռուստատեսությունը միացնելով, լսելով թերթերը ռուսալեզու կարդալով, այնուամենայնիվ այդ ատելության մթնոլորտը զգացվում էր։ Եվ եթե նման դեպք հայ սպանաներ, ինձ թվում է այստեղ հասարակության կարծիքը գոնե 50-50 կլիներ։ Իսկ Ադրբեջանը դա 99-1 երևի նման հարաբերակցություն ունի, որ այնուամենայնիվ մեր իրավիճակները տարբեր են եւ ինչ որ առումով այստեղ նաեւ օբյեկտիվ պատճառներ կան, որովհետեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիան եւ Ճապոնիան նրանք պարտված երկրներ են, որտեղ այդ ռևանշիզմը կար եւ այդ ազգային ֆաշիզմի գաղափարներն են զարգանում եւ շատ հետաքրքիր զուգահեռներ կա, եթե մենք նայենք նախապատերազմից առաջ Գերմանիայում եւ Ճապոնիայի զարգացումները։ Ինձ թվում է նման ֆաշիստական ռևանշով տոգորված երկրները պետք է պատմությունը պետք է նրանց դաստիարակի։ Մինչև հիմա չի դաստիարակել, այդպես է ստացվում։ Ադրբեջանը դա նոր կազմավորվող ժողովուրդ է, որը իր կազմավորման կարևոր փուլում պարտություն կրեց եւ այնտեղ սկսեց զարգացվել այդ ֆաշիստական գաղափարախոսությունը եւ այդ գաղափարախոսությունը պետք է պարտվի ինչ որ ձև եւ դա աստված, որ դա պարտվի ոչ թե մեր հետ պատերազմի ժամանակ, այլ գուցե մի այլ երկրորդ, երրորդ երկրների հետ պատերազմի ժամանակ, որի հնարավորությունը ես այնուամենայնիվ տեսնում եմ։
Այսինքն ում հետ է պատերազմել։ Թող Իրանի հետ պատերազմի, հա, Իրանի վրա գցենք։ Եվ դեռ նաև այլ տեխնացուներ նույնպես կան։ Եթե հաշվի առնենք, թե Կասպից ծովում ինչպես են զինվում երկրները, ինչ տեմպերով եւ ինչ արագությամբ, եւ ինչպիսի ռազմական մանևրներ են կատարվում Կասպից ծովում։ Այսինքն մեր հասարակությունը խնդիրներ չունի այդ փսիխոզի, այդ զանգվածային, չգիտեմ, ինչ որ մի ցնորային գաղափարի հետևից գնալու։ Մեր հասարակությունը առողջ է այդ առումով։ Մեր հասարակությունը հիվանդ հասարակություն է եւ մեր հասարակությունը հիվանդացնում են որոշակի ինստիտուտներ նպատակաուղղված կերպով կան մի քանի նման ինստիտուտներ, որոնցից մեկը եկեղեցին է, որը փորձում է այդ կիսաֆաշիստական գաղափարախոսություններ ներարկի հասարակությանը։ Մենք այսօր ունենք դեպքեր, երբ որ հենց այս 2-3 օրվա դեպքեր, երբ որ ուսուցիչները շրջաններում երեխաներին կանգնացնում են, հայոց եկեղեցու պատմության ուսուցիչները բոյկոտի ենթարկում, կռիվներ են եղել երեխաների մեջ, որոնք հրահրել են ուսուցիչները։ Կանգնացնում են, չհասկացա ինչ են անում։ Ով որ աղանդավոր է, նրանց սկսում են պախարակել, ամոթանք տալ եւ երեխաները այդ աղանդավորները, այսպես ասած, երեխաներին սկսում են ծեծել եւ այլն։ Ես ռեալ դեպքեր եմ ասում։ Մենք ունենք, երբ որ առաջի դասարանցիների ծնողներին հարցաթերթիկներ են բաժանում երեխաների, որտեղ հարցնում դուք աղանդավոր եք, թե ոչ, եւ նման երևույթներ եւ հասարակության մեջ այդ հասարակության մեր քաղաքացիներին միմյանց դեմ լարում են շատ անհասկանալի պատճառներով։ Նման երևույթներ կան նաեւ որոշակի խմբավորումների կողմից, մենք հիշում ենք այս վերջերս ինչեր տեղի ունեցան, հա, միասեռականների վերաբերյալ է խոսքը, հա, հակամիասեռականական, ոչ միայն միասեռականների, գիտեք ինչ, ասենք շատ տարբեր խմբերի նկատմամբ է դա լինում։ Օրինակ, էլ որ խմբի նկատմամբ էր։ Աղանդավորները, միասեռականները, դրանք են թիրախները, չէ՞ կարծես թե։ Կարծես թե թիրախները դեռևս դրանք են, բայց մենք հիշենք, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո որոշ լրատվամիջոցներ, այդ թվում Գոլոս Արմենիա, Նովոյ Վրեմիա, որոնք ինչ են տարածում են, որ այդ միտինգներին մասնակցում են աղանդավորները, հա, գիտեք ինչա, կամ Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոնի աղան, հա, այսպեսի կարծրատիպեր։ Եթե դուք հասարակության մի հատվածի նկատմամբ այս թշնամության այս կարծրատիպը ստեղծում եք, հետո նա կարող եք տարածել ցանկացածի նկատմամբ։ Հա, եւ դա կարևոր չի, նա ճիշտ է թե չէ, դուք կարող եք ասել նայեք աղանդավոր, նայեք միասեռական, եւ էական չի դա իրականությունը թե ոչ։ Դուք վերցրեք 10-րդ դասարանի հայոց եկեղեցու պատմության գիրքը, մի ալարեք, մի օր վերցրեք։ Շատ դժվար է կարդասում այդ գրքերը։ Ցնդաբանություն է բառուսում իմաստով, տմփթած ֆաշիզմ է քարոզվում։ Մի հատ վերցրեք, կարդացեք։ Դուք ասացիք, որ դա ուղղորդում է եկեղեցին, բայց եկեղեցին որքան ես եմ անցալում, մեր հասարակական կյանքում չափազանց փոքր դեր է խաղում։ Ընդհանրապես եկեղեցականները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները ծաղրի անեկդոտների առարկա են։ Նրանք ինչա կարողանում են հասարակությունը ուղղորդել։ Եթե դուք ուշադրություն հետևում եք նաև Ռուսաստանում կատարվող դեպքերին, երբ որ արդեն ուղղափառ ուժենիկներ են ստեղծվում, որոնք արդեն իրանց սպորտային դահլիճներում պարապում են, մկաններն են, հա, ասենք հաստատվում, եւ եթե ինչ որ ցուցահանդես իրենց դուր չի գալիս, նրանք գնում են հարձակվում են եւ այլն, հա, գնում են հարձակվում են եւ այլ, եւ հիշենք, որ նույն այդ բազմազանության երթի ժամանակ ովքեր են այնտեղ կանգնած այդ տղաների հետ հոգեվորականներ, դուք եթե վերցնեք տեսա հոլովակներ, ապա կտեսնեք եւ էական չի եկեղեցին ինքը ունի ազդեցություն թե չէ, էական այդ ատելության գաղափարախոսությունը, որը հիմնականում այն մարդիկ են կրում, որ իսկի հավատացյալներ չեն։ Այսինքն, եթե դուք դպրոցի դասագրքերը վերցնում եք, ասում եք ով հայարակելական չի, նա հայ չի, հաշվի առեք, որ Հայաստանի հասարակության մի ռեալ 60%-ը կամ աթեիստա կամ ագնոստիկա, եթե ոչ ավելին, հա մի որոշակի տոկոս այլ եկեղեցիներ։ Այսինքն աթեիստներ հիմնականում աթեիստներ են, որոնք ձևանում են առաքելական, չէ՞։ Իհարկե, բնականաբար եւ նույն երևույթը Ռուսաստանի հավատացյալ երկիր չի, բայց կրոնական հողի վրա ատելությունը այն մարդկանց կողմից, որոնք հավատացյալ չեն, բավականին բարձր է։ Եվ սա շատ վտանգավոր process է եւ դա բնորոշ չի միայն Հայաստանին կամ Ռուսաստանին, նույն Վրաստանում է շատ հետաքրքիր դեպքեր է կատարում, երբ որ վրաց եկեղեցին արդեն յոգայի դեմ է, պայքարի շարժում սկսվել եւ անդացի ծաղալի է թվում, բայց այդ մամլիչի տակ, ասենք կոնկրետ մարդկանց ճակատագրեր են հայտնվում։ Ես ձեզ օրինակ բերեցի երեխաներ, չէ՞, առաջի դասարանի երեխաների ծնողներին են հարցումներ անում։
Ասացեք խնդրեմ, այս մթնոլորտը փոխելու համար, հա, ում ջանքերն են անհրաժեշտ, այսինքն մտավորականների, իշխանության, չգիտեմ, եւ այլն։ Ուրեմն մթնոլորտը կարող են փոխել երկու խավ եւ լավ կլինի, որ այդ խավերը զուգահեռաբար անեն։ Դա առաջերտին իշխանությունն է, որը պատկերացնում է ինչ երկիր է ինքը կառուցում եւ ուր է գնում։ Եթե ինքը պատկերացնում է դա, ապա նա սկսում է փոխել հասարակությանը, չէ՞, հասարակության հետ միշտ պետք է աշխատել, միշտ պետք է դաստիարակել հեռուստատեսության, ֆիլմերի միջոցով, դպրոցներով եւ այլն։ Երկրորդ շերտը դա մտավորականությունն են կամ ավելի ճիշտ ես կասել ինտելեկտուալները, որտեղ մտավորականություն բառը շատ վարկաբեկված է Հայաստանում, ես կասեի ինտելեկտուալները, որոնք դնում են այս խնդիրները, որոնք հրապարակային վեճեր են կամ քննարկումներ են սկսում եւ հասարակությունը այդ քննարկումների միջոցով սկսում է փոխվել։ Իսկ եթե այդ երկու խավը միասին են սկսում գործել դեպի լուսավոր ապագան, հա, որը տեսնում են նրանք ինչպիսին պետք է լինի, այդ դեպքում իհարկե մենք ունենանք հաջողություններ։ Չկան աշխարհում լավ եւ վատ ժողովուրդներ, կան լավ եւ վատ ղեկավարներ եւ ինտելեկտուալներ։ Դուք ասացիք իշխանությունը պիտակ էր օգտագործում, չէ՞, Լևոնի աղանդ։ Իսկ չեք գտնում, որ մեր կուսակցությունը եւ մասնավորապես այդ կուսակցությունը ՀԱԿ-ը իրեն հաճախ դրսևորում է որպես աղանդ։ Իհարկե, ես գտնում եմ, որ ըստ էության բոլոր կուսակցությունները իրենց դրսևորում են որպես աղանդներ եւ նրանք շատ անհանդուրժող են միմյանց նկատմամբ եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ով համաձայն չի իրենց ես չի ասի գաղափարախոսությանը կամ աշխարհայացքին, դա նրանք չունեն, այլ կարծիքներին, հա։ Եվ այդ առումով պատահական չէ, որ այսօր հասարակությունում կուսակցությունները եւ քաղաքական գործիչների դերը նվազել է, որովհետեւ դուք նայեք հրապարակային դաշտում, համարյա դուք այլևս քաղաքական գործիչներ չեք տեսնում։ Դուք տեսնում եք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերլուծաբանների, բայց քաղաքական գործիչ, որը գա որևէ հստակ տեսակետ հայտնի եւ որը հետաքրքրի հասարակությանը, այլևս չկա։ Դա սնանկության հետևանքն է։ Եվ իհարկե ճակերտներով այդ առումով դրանք իհարկե աղանդներ են։ Այսինքն նրանք գալիս եւ ասում են առավոտվանից գիշեր ազգային ժողովի նիստը տարբեր ուրեմն մամուլի ակումբներում հանդես են գալիս թե քաղաքական գործիչները եւ թե քաղաքագետները, այդպես նրանց ասելու դեֆիցիտ, այսպես ասած, չկա։ Ես վերջին ժամանակները հետևում եմ մամուլին եւ հազվադեպ եմ արդեն հանդիպում քաղաքական գործիչների։ Պատգամավորները գործիչներ են, թե գործիչներ չեն։ Պատգամավորները գիտեք ինչա, հիմա մեզ մոտ նոր տիպի պարլամենտ է, հա, սկսում, ասենք նոր որակներ է սկսում ցուցաբերել, որովհետեւ մենք այնտեղ ունենք մի քանի ֆրակցիաներ, բավականին ակտիվ, է, այդ թվում նաեւ հենց ՀԱԿ-ի ֆրակցիան բավականին ակտիվ է եւ այս առումով նրանք հրապարակային բանավեճեր կարող են արտնացնել եւ պարլամենտի ամբիոնը ինքը կարող է արդեն իսկ օգտագործվել, որովհետեւ նույն նայեք, եթե այդ նիստերը սկսեն հեռարձակվել, իշխանական կուսակցությունները եւ գործիչները ասելիք չունեն, ասենք ամբողջ ամբիոնը գրավելու են այդ մի քանի ընդդիմադիր գործիչները եւ դա կարող է հասարակությանն արտնացնել եւ այս առումով մենք ինչ-որ նոր process-ներ ենք սկսում։ Նոր process-ների հնարավորություն է առաջանում։ Շնորհակալություն, այդ օպտիմիստական նոտայով մենք կավարտենք մեր զրույցը, շնորհակալություն հետաքրքիր բարձրաբանումների համար, իմ զրուցակիցն էր համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ցտեսություն։